Դպրոցահասակ երեխաների խոշտանգման դեպքերն ու սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը ստիպել են ներքին գործերի նախարարությանը կիրառել մարտավարական նոր գործիքակազմ, որը ենթադրում է սերտ գործակցություն բոլոր պատկան մարմինների հետ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այս մասին հայտնեց գերատեսչության ամփոփիչ ասուլիսի ընթացքում։ Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր նման դեպքի եւ հաղորդագրության հետքերով անպայման գնում են, բայց այստեղ կարևոր է բոլոր կողմերի համատեղ աշխատանքը։ Որովհետեւ եթե մենք ուզում ենք, որ դպրոցում երեխաների կողմից վարքը լինի վերահսկելի եւ ցանկացած իրավիճակ լինի մեր տեսադաշտում, այո, ոստիկանն էլ պետք է հաճախակի այցելի դպրոց, ծնողն էլ պիտի այցելի հաճախակի դպրոց, համայնքային ծառայություններն էլ պիտի հաճախակի այցելեն դպրոց, ուսուցչական անձնակազմը, տնօրինությունը հաճախակի մեզ պիտի իրազեկի հնարավոր անհանգստացնող թեմաների մասին, որպեսզի մենք կարողանանք համատեղ ուժերով հարցին լուծում տալ։ Նախարարության գործունեության նախորդ տարվա վիճակագրական տվյալները ներկայացնելիս Սարգսյանն անդրադարձ կատարեց նաև թմրաշրջանառության դեպքերի աճին։ Նախորդ տարի այդ դեպքերն ավելացել են 614-ով կամ այլ կերպ ասած 20.4%-ով։ 2025 թվականի ընթացքում իրավապահների կողմից առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ըստ նախարարի սա վկայում է այն մասին, որ գերատեսչությունը ավելի հետևողական է չարիք հանդիսացող հանցատեսակի նկատմամբ։ Խոսելով թմրաշրջանառության դեպքերից եւ կանխարգելիչ միջոցառումներից վերջինս առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց համացանցում հաճախ հանդիպող այն գրառումներին, որտեղ խոսում է դպրոցահասակների ներգրավվածության մասին։ Սարգսյանը նկատեց, որ շատ հաճախ գնալով նման գրառումների հետքերով տեսնում են հակառակ պատկեր։ Մենք ունենք 0 հաղորդում եւ ունենք 0 տվյալի փոխանցում մեզ այս գրառումների համատեքստում։ Սա ինչի մասին է խոսում։ Մենք իներցիայով անընդհատ նույն թեմաները քննարկում ենք, անընդհատ նույն թեմաներն ուզում ենք նոր աստառներ տանք, նոր երանգներ տանք, բայց չենք հասկանում, որ սրանով փորձում ենք պիտակավորել մի սերնդի, ով որ ընդհանրապես այդ պիտակավորման հետ կապ չունի։ Այո, կան դեպքեր։ Դեպքերի հետևից պետքա գնալ։ Ոստիկանության աշխատանքի արդյունքներին անդրադառնալիս ներքին գործերի նախարարը մատնանշեց, որ 2025 թվականին 2024-ի համեմատ երկրում հանցագործությունների թիվը նվազել է ավելի քան 3.2%-ով։ Վերջինիս կարծիքով այդ ցուցանիշը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ներքին անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Նրա խոսքով հանցավորության դեմ պայքարում գրանցված առաջընթացը պայմանավորված է ինչպես դատախազության հետ սերտ գործակցությամբ, այնպես էլ նախարարության ռազմավարական քաղաքականության նոր մոտեցմամբ, շարժվում են նոր մեթոդաբանությամբ, ասաց նա։ Նախարարության համակարգում ենք ձևավորել ենք նոր վիճակագրական եւ հետազոտական կենտրոն, ով պատասխանատու է լինելու հանրապետական կտրվածքով այլևս հանցավորության ընդհանուր պատկերի համար եւ նաեւ տարբեր ուղղություններով անելու է հստակ վերլուծություններ եւ նաեւ ուղղորդելու է քաղաքականություն մշակողներին այս կամ այն որոշումները կայացնել։ 2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության համար, որովհետեւ ինչպես ընդգծեց նախարարը, տարին ամփոփել են դրական պատկերով։ Համաձայն սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի 2025-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն մուտք է գործել 5.201.747, դուրս է եկել 5.171.270 անձ։ Սա նշանակում է, որ արդյունքում արձանագրվել է սահմանահատման դրական հաշվեկշիռ սալդո, որը կազմել է 30.477։ Ներքին գործերի նախարարության հաջորդ կարևոր ձեռքբերումը ըստ նախարարի կապված է կենսաչափական համակարգի ներդրման պետություն մասնավոր հատված գործակցության ձևաչափին։ Նախարարը նշեց, որ համակարգի ամբողջական գործարկումից հետո ներկա անձնագրերի եւ կենսաչափական այլ տվյալների կիրառելիությունը պահպանվելու է մինչև դրան ժամկետի ավարտը, իսկ համակարգի ամբողջական ներդրումը նախատեսված է եկող տարվա աշնանը, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Ունենալու ենք այնպիսի փաստաթուղթ, բիոմետրիկ այնպիսի փաստաթղթեր, որոնք համահունչ կլինեն արդեն Եվրոպական միության նույնիսկ 2027 թվականի դիրեկտիվի խմբագրության ստանդարտային առումով։ Նշենք, որ ներքին գործերի նախարարի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականին 24 դեպքով աճել են հրազենի գործադրմամբ հանցագործությունները, սակայն դրան զուգահեռ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալվել է 115 անձ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մեքենաների թվի աճին զուգահեռ եւս ավելացել է, սակայն պատկան գերատեսչությունների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մահվան ելքով դեպքերը 50-ով նվազել են։ 95 անձի կյանք էլ փրկվել է այդ գործողությունների արդյունքում։